այ սիրունություն, դե ուրիշ է էլի քուրս, չնայած ես քուր բարեց մի քիչ սկսել եմ սարսափել, բայց այդ քեզ չի վերաբերվում կյանքս։ Վերջին զանգը սերիալի նկարահանման հրապարակից նոր ու անչափ խոսուն տեսանյութ է հայտնվել համացանցում, որն արդեն սկսել է լայն քննարկումներ առաջացնել հեռուստադիտողների շրջանում։ Տեսանյութում դերասան Լևոն Մկրտչյանն, ով մարմինավորում է սերիալի առանցքային հերոսներից մեկին՝ Հենրիին, կես կատակ, կես լուրջ դիմում է երկրպագուներին հետևյալ բառերով. «Քուր բառից սկսել եմ սարսափել», թեև արտահայտությունը հնչում է հումորով, սակայն դրա տակ թաքնված է խորը և ճակատագրական դրամա, որը վերջին շրջանում համակել է սերիալում Հենրիի կերպարի շուրջ ձևավորված պատմական գիծը։ Ինչպես հայտնի է, սերիալում վերջերս տեղի ունեցած ամենահզոր շրջադարձներից մեկն այն էր, որ իբր բացահայտվեց Հենրին ու Անգելինան քույր ու եղբայր են։ Այս լուրը պարզապես ցնցեց ոչ միայն հերոսներին, այլ նաև բազմահազարանոց հանդիսատեսին, ովքեր սրտատրոփ հետևում էին Հենրիի և Անգելինայի հուզիչ, բարդ և սիրով հագեցած հարաբերությունների զարգացմանը։ Այդ բացահայտման հետևանքով մի պահ թվաց, թե ամեն ինչ ավարտված է, թե սերը վերածվում է արգելված զգացմունքի և որ այլևս Հենրին ու Անգելինան չեն կարող միասին լինել։ Սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Այդ պատմությունն ամբողջությամբ Միքայելի՝ սերիալում պոտենցիալ մանիպուլատիվ և բարդ հոգեբանական պատկեր ունեցող կերպարի հորինած սուտն է։ Նրա նպատակն էր խառնել ջրերը, մոլորեցնել Հենրիին ու Անգելինային և թույլ չտալ, որ նրանք միասին լինեն, հաշվի առնելով իր սեփական անցյալը, հանցանքներն ու այն գաղտնիքները, որոնք դեռ ամբողջությամբ չեն բացահայտվել։ Միքայելի կերպարը վերջին դրվագներում ավելի ու ավելի է մթնում։ Նա խճճվում է իր իսկ լարած սուտ պատմությունների ցանցում, վտանգելով ոչ միայն որդու երջանկությունն, այլ ամբողջ ընտանիքի հոգեկան կայունությունը։ Լևոն Մկրտչյանի այս խոսքն անշուշտ գալիս է ոչ միայն որպես դերասանական ինքնաոճ հումոր, այլ որպես ուղիղ անդրադարձ այն լուրջ զգացմունքային բեռին, որ կրում է իր մարմնավորած հերոսը։ Քույր բառը, որն ի սկզբանե անուշ ու ընտանեկան հնչողություն ուներ, հիմա Հենրիի համար դարձել է մի բառ, որ խլել է նրա հանգիստը, ապագայի նկատմամբ հավատը, սիրո հանդեպ ունեցած վստահությունը։ Տեսանյութը, որը հավանաբար նկարահանել է դերասանուհի Ֆաինան, ավելի շուտ Ֆաինայի կերպարը մարմնավորող սիրված դերասանուհի Անի Մեհրաբյանն, ով հեռուստասերիալում մարմնավորում է Հենրիի քրոջը, ժպիտով արտաբերում է այդ խոսքերը, բայց նրա հայացքում ու ձայնի տոնայնության մեջ կարելի է ընկալել նաև հետաքրքիր բացահայտում։ Այդ ամենն արտացոլում է Հենրիի հոգեվիճակը։ Սերիալում մարդ, ով սիրել է ամբողջ սրտով, պայքարել իր զգացմունքների համար, բայց մի ստի պատճառով կանգնել է հոգևոր փլուզման եզրին։ Հատկանշական է նաև, որ հեռուստադիտողներն արդեն սկսում են կասկածի տակ դնել սերիալում ներկայացված քույր ու եղբայր լինելու պատմության ճշմարտացիությունը։ Շատերը ենթադրում են, որ շուտով այդ սուտը կբացահայտվի։ Այս տեսանկյունից Լևոն Մկրտչյանի խոսքերը կարող են նաև դառնալ ոչ միայն անցյալի վախի նշան, այլ նոր հույսի սկիզբ։ Տեսանյութը տարածվել է նաև սոցիալական ցանցերում, սիրվելով ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ սերիալի ստեղծագործական թիմի կողմից։ Սա էլ ապացույցն է այն բանի, թե որքան մեծ ազդեցություն է ունենում սերիալը և հատկապես Հենրիի ու Անգելինայի գիծը հանդիսատեսի վրա։ Սերիալը վաղուց դուրս է եկել հեռուստաէկրաններից ու դարձել է հասարակության մեջ ամենաքննարկվող թեմաներից մեկը իր բազմաշերտ սյուժեով, ուժեղ հերոսներով ու հուզիչ բովանդակությամբ։ Էն օրվա առիթից հետո բոլորդ ինձ կերակ գրում էի կուրա Ռոզան, հեսա Ռոզան, մենակիչ սիրուն է, մենակիչ գեղեցկուհյաձ է Ռոզան, էսա Ռոզան, կերել են ինձ, կեղոտս կերել են, Եթե ունեք մեր այս էկրանային զույգի հետ կապված հարցեր, կխնդրեմ, կթողնեմ պատուհան, կխնդրեմ գրեք ձեր հարցերը, ինչու չէ նաև ձեր լավ խոսքերը, եթե կարծում եք, որ սիրուն էկրանային զույգ ենք, տենց, չէր ասում։ Ինչ է ասում, ենքան երկար ասես մոռացա է, ինչ պիտի ասեմ։ Ես միշտ իմ տեքստերը երկարացնում եմ, խառնվում է իրար։ Ասա։ Ինչ ասեմ, ինձ ես խոսում այ բրտուճը, մարդ չգիտի էլ ինչ ասեմ։ Ռեպ ենք արդ։ Իրական նկարահանումն ենք վերջացրել, դուրս ենք եկել։ Այս ջենտլմեն երիտասարդը սուրճ
հյուրասիրեց։ Հյուրասիրեց բոլոր Սահաստավին, ուղղակի ամեն մեկի իրենց կոֆեները վեկալ ու կոփան։ Մենք էլ քայլում ենք դեպի ավտո։ Քայլում ենք դեպի մեքենա։ Բոլորիդ լավ օր։ Բարև սիրելիներս, կարոտել եք մեզ։ Շատ, չէ՞։ Ինձ էլ է թվում, որ մեզ շատ եք կարոտել, որովհետև մեր զույգի մասին շատ մեր էկրանային զույգի պարտադիր պետք է նշել, շատ կոմպլիմենտներ եմ միշտ ստանում ու հարցեր, ինչի ենք քիչ երևում։ Շուտով կտեսնեք։ Կոմպլիմենտներ չեմ ստանում, բայց Չէ, ես իրական շատ եմ ստանում, գրում են, գալիս մոտենում ասում են, որ ու մինչև հիմա անգամ վիդեո ունեմ, որ տակը գրում են հալալի հետ ես դու սազում։ Ոնց որ մեր սցենարիստներն էլ են լսել ձեզ։ Հալալը մինին է, ինքը մաքսն է։ Ոնց է։ Շնորհքելի, ընտիր լկտի, սուս մնա։ Մեր բոլոր հանդիսատեսների խնդրանքով նկարում ենք մի հատ հատված, որ տեսնեք հալալին ու յանային։ Որոշել ենք շփվենք ձեզ հետ, սիրելիներս։ Եթե ունեք մեր Այ սիրունություն, դա ուրիշ է էլի քուրս, չնայած քուր բարեց մի քիչ սկսել եմ սարսափել, բայց այդ քեզ չի վերաբերում։